մեր հայրենակիցներին դրանով կրկին չծանրաբեռնենք, բայց մի բան հստակ է, որ այդ բանավեճի ֆորմատը արդյունավետ չէ։ Այդտեղ որոշակի իհարկե լուծումներ պետք է մտածվեն։ Ամեն դեպքում նաև ակնհայտ է, որ օրինակ կան ուժեր, որոնք ներկայանում են որպես առանձին ուժ, ամբողջությամբ սատարում են կոնկրետ օրվա իշխանությանը։ Այդ իմաստով մեր հայրենակիցները թող դրա մասին իմանան, տեղեկացված լինեն, որ օրինակ այդ ուժին ձայն տալը դա ձայնի փոշիացում է։ Այսպես։ Գիտեք, երևի հիմա իրանց անունը նշելով, ստացվում է ինչ-որ իմաստով իրենց նկատմամբ ուշադրություն են հրավիրելու։ Այնքան ակնհայտ էր դա բանավեճի ընթացքում։ Նույնիսկ գործընկերներ կային, ասում էին, եկեք դուք դուրս եկեք այդ կուսակցությունից, մտեք ՔՊ, ավելի ազնիվ կլիներ։ Մեկ ամիս առաջ հենց այստեղից մեկնարկեց ձեր նախընտրական քարոզարշավը եւ նորից այսօր այստեղ եք, այս ընթացքում ինչ եք արձանագրել։ Արձանագրել ենք մեր հայրենակիցների շատ դրական արձագանքը մեր ծրագրերին, արձանագրել ենք մեր հայրենակիցների մոտ հույսի արթնացումը, վերականգնումը, որ իսկապես արդեն հույս են տեսնում մեր հայրենակիցները եւ իսկապես հավատում են փոփոխություններին։ Եվ այսօր նաև կարևոր հանրահավաք կունենանք, կազդարարենք մեծ հաղթանակի սկիզբը։ Եթե ընդհանուր վիճակագրությունը ասենք, խոսքը գնում է իսկապես 10-ից ավելի հայցերի մասին։ Այսինքն շատ հայցեր կան ներկայացված եւ դա պերմանենտ գործընթաց է, այսինքն դուք դա էպիզոդներով մի գրեթե բոլորի նկատմամբ է ներկայացվել է եւ հայլ ներկայացվելու է, սենց նայեք, այսինքն դա մի որոշում է, որը կայացվել է եւ ըստ դրա միշտ էլ ներկայացվելու են։ Գիտեք ոնց, երևի թե ուղակի այդ գործիքը եւս պետք է իրացվի։ Արդյոք այն անհրաժեշտ էր, թե ոչ, դա էլ հարց է, բայց բոլոր դեպքերում մի նկատի ունեցեք ցանկացած որևէ ձևի զառանցանք ներկայացնելու դեպքում դրան պետք է լինի արձագանքը քաղաքացիայի իրավական վեճով։ Դատախազության դիրքորոշմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ ապօրինի գործողություն չի կատարվել, բայց ես նկատել եմ, որ հանրությունը օրինակ դրա նկատմամբ, այսպես ասած, նույնիսկ զարմանք չուներ։ Ցավով եմ սա ասում, որովհետև դատախազությունը նշանակում է իր անկախության աստիճանը իսկապես շատ ներքև է իջեցրել։ Սա ցավով եմ ասում, այսինքն որևէ մեկը ակնկալիք էլ չուներ։ Դատական ակտին չեմ ծանոթացել, բայց կարող եմ ասել չի կարող լինել հիմնավորը, որտեղ այնտեղ գործ չկա։ Իսկապես ոչ ինտենսիվություն կա, ոչ բովանդակություն կա, բայց կալանք կա։ Դե այդ իշխանությունները միայն դա են լավանում, բոլորին տանեն բանտ։ Իմ կարծիքով, եթե իսկապես մի գործիքակազմ մշակեն, բոլորին կուզեին տանել բանտ։ Մենք գնում ենք մեծ հաղթանակի։ Շնորհակալ եմ։ Մենք գնում ենք մեծ հաղթանակի։ Շնորհակալ եմ։ Լավ է սա։